Ողջույն, 24 TV-ն շարունակում է աշխատանքը, այսօր մենք տեսակապով կզրուցենք Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ կապ հաստատեցիք։ Շնորհակալ եմ ձեզ։ Նախ խոսենք 3 մայրաթոռում տեղի ունեցած իրողություններից, վեհափառի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները նախ հայտարարություն էին արել, որ իրեն գնալու են մայրաթոռ եւ պահանջելու են վեհափառի հեռացումը եւ կոչելու են, որ վեհափառը գնա հանգստի, այդպես էին ձևակերպել, բայց մենք տեսանք 3 մեծ թվով աջակիցներ, որոնք հավաքվել էին մայրաթոռում, այդ թվում նաեւ քաղաքական ուժեր, եւ նրանք մի կերպ կարողացան ընդհանրապես բաքացնել ժողովրդի բղավոցների, զուլոսների ներքո, ասում են, որ այս ամեն ինչը Փաշինյանը անում է, որպեսզի գետնի վրա շոշափի, թե ինչ հնարավորություններ ունի վեհափառին հեռացնելու։ Երեկվա իրողությունները ինչ ցույց տվեցին։ Մենք 8 տարի տեսնում ենք այս հայտարարության ազգային ամոթի սերիալը։ Մենք տեսանք 3 պատերազմ, տեսանք հազարավոր երիտասարդների մահը, տեսանք անվերջ ստեր, սուտ խոստումներ, մենք տեսանք շարունակվող կապիտուլյացիա Հայաստանի, մենք տեսանք արդեն Մեղրիի զիջումը, որը խաբելով ուզում են անվանել թրիփ, բոլորը ասում են, որ սա միջանցք է։ Մենք հիմա լսում ենք արդեն ադրբեջանցիների վերադարձի մասին եւ մենք հիմա տեսանք, թե ինչպես հարձակվեցին մեր եկեղեցու վրա Ադրբեջանի հրամանով։ Սա շատ դժվար է տեսնել, սա այսպիսի խայտառակություն, այսպիսի ամոթ դժվար է պատկերացնել, որ մենք կհասնենք սրան։ Մյուս կողմից տեսնում ենք, որ ունենք ազգային դավաճանների կառավարություն եւ համապատասխան դավաճանների եկեղեցականներ, դավաճան եկեղեցականներ։ Դա տրամաբանական է։ Եվ ամբողջ Հայաստանից ավտոբուսներով բերած, ցուցակներով բերած իրենց այս խմբի եւ իրենց աղանդի անդամները։ Այն կադրերը, որոնք մենք տեսանք իհարկե աննախադեպ են, նրանք կմնան հայոց պատմության մեջ տասնյակ տարիներ, դարեր, որպես եթե հայ ազգ մնա իհարկե, որպես ամենախայտառակ մեր պատմական այս պահերը մենք տեսանք։ Բայց նաև տեսակ, որ հազարավոր մարդիկ եկան, որ պաշտպանել մեր եկեղեցին, թույլ չտան, որ այս հայտարարությունը կատարվի եւ այդ եկեղեցականները ստիպված եղան շուտով դուրս գալ, շատ շուտ դուրս գալ։ Մայրաթոռից մեկնել մի ներկայացուցիչ եկեղեցի բան էր ստացել, ինֆարկտ էր ստացել, ես տեսա, անկավ գետնին։ Այսպիսի բան, գիտեք, ես ասել եմ, մենք ինչ-որ խելագար մարդու երազում ենք ապրում, որևէ ցիվիլ երկրում պետությունը իրավունք չունի հարձակվել, այս շոուն բեմադրել եւ միջամտել եկեղեցու գործերի մեջ։ Ես բերել եմ այս օրինակը 2002 թվականին Միացյալ Նահանգներում Բոստոն քաղաքում Boston Globe թերթը հայտնաբերել էր, որ որոշ քահանաներ, կաթողիկ եկեղեցու քահանաները շատ մեծ, շատ ծանր հանցագործություններ էին գործել։ Ես չեմ համեմատում սա իրանց արածի հետ, որտեղ այնտեղ ասում եմ, բոլորովին ուրիշ իրավիճակ էր եւ շատ ծանր քրեական հանցագործություններ էին կատարվել։ Պետությունը Միացյալ Նահանգների պետական ներկայացուցիչները չմիջամտեցին այս իրավիճակին եւ կաթողիկ եկեղեցին Բոստոնում ինքը իր ներքին կարգով փոփոխություններ կատարեց, իր կանոնադրությունը փոխեց եւ դրան 2004 թվականին կարծեմ։ Եվ դրանից հետո կաթողիկ եկեղեցին ընդհանրապես Ֆրանցիսկ Հռոմի Պապ Ֆրանցիսկը առաջինը 2019 թվականին փոխեց կաթողիկ եկեղեցու կանոնադրությունը, այսինքն դա կատարվեց ներքին կարգով, առանց որևէ միջամտության պետության կողմից։ Դուք գիտեք, որ Միացյալ Նահանգներում կա սահմանադրության լրացուցիչ կետեր, հա, amendments, եւ այնտեղ կա establishment clause, հիմնադրման, այսինքն այդ կետը, որտեղ ասում է, որ պետությունը եւ եկեղեցին տարբեր ինստիտուտներ են եւ որևէ ձևով մեկը մյուսի գործերի մեջ չի կարող միջամտել։ Նույն բանը ընդունված է Ֆրանսիայում, նույն բանը ընդունված է Ռուսաստանում եւ երկրի ղեկավարը չի ասում, որ ես որպես քաղաքացի եմ այս ամենին միջամտում։ Մեր մոտ այդպես է ասում Փաշինյանը, ասում է որպես քաղաքացի եմ ես այս ամեն ինչը իրականացնում։ Գիտեք, անիմաստ է խելագար հայտարարությունները մեկնաբանել, այս մարդը զավթեց, սա լրագրող է, նա քաղաքացի չի, նա շանտաժիստ է, որ իր ամբողջ կյանքը զբաղվել է կլաուզա գրելով եւ մարդկանց շանտաժի ենթարկելով։ Եթե ինչ որ այդպես արարքներ կային անցյալում կատարված, դա պետք է նախ տարիներ առաջ դրա մասին խոսել եւ պետք է դա լուծվեր ներքին կարգով, եկեղեցու ներքին կարգով։
նա պարզ է, որ սա բեմադրություն է, որը նա է կազմակերպել, այդ ծառայությունները ում հրամանով են այնտեղ գնացել, ոստիկանությունը երևի ԱԱԾ-ից էլ մարդիկ կային, ում հրամանով են գնացել, պարզ է, որ իր հրամանով նա կատարում է Ալիևի հրամանը պատժել եկեղեցին նրա համար, որ կաթողիկոսը համարձակվեց խոսել արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Բոլորը դա գիտեն։ Եվ այս բեմադրությունը իրեն թույլ է տալիս ուշադրությունը շեղել, այս reality show-ն շարունակվում է, եւ նա ուշադրություն է շեղում այն փաստից, որ շարունակվում է Հայաստանի կապիտուլյացիան, Բաքվում արդեն 60 երկրից 100 փաստաբան են հավաքել, խոսում են Արևմտյան Ադրբեջանի մասին, այսինքն նրանք շարունակում են ասել, որ Հայաստան չկա, կա Արևմտյան Ադրբեջան, եւ շատ շուտով, եթե Աստված չտա, այս խումբը վերընտրվի, անել Եվրոպայի օգնությամբ, բացահայտ օգնությամբ եւ կաշառքով, սրանք ընտրվեն, հաջորդ էջը լինելու է արդեն ավտոբուսները Ադրբեջանից ուղղվելու են Հայաստան։ Եվ իհարկե նրանք նույն ուժը կգործածեն բոլորիս դեմ, եթե մենք փորձենք դրան դիմադրել։ Իսկ ադրբեջանցիների հետևից, բնակիչների հետևից կգա Ադրբեջանի բանակը, ինչպես արել էր Իսրայելը Հորդանան երկրի Հորդանան գետի արևմտյան ափում, West Bank-ում։ Սկզբից հրեա բնակիչներն էին գալիս բնակվում էին, դրանից հետո հենց որ պաղեստինցիները դիմադրում էին, իրենց ջարդում էր Իսրայելի բանակը։ Այս ձևով կնանք կմտնեն Սյունիք, հետո էլ Սևան։ Այս մարդը ինչ որ ասում է, նա լուրջ մարդ է, նա մերպես լրագրող չի, նա լուրջ մարդ է, իր ասածը ինչ որ նա ասում է, նա անում է։ Լրագրողներն էլ են լուրջ լինում, բայց Դե ես վատ իմաստով չեմ ասում, մի լրագրող, որը դեղին մամուլում է աշխատել եւ ամբողջ կյանքը զբաղվել է շանտաժով, զբաղվել է կլաուզա գրելով եւ ունի իր այդ գործտվողների միության նախագահն էլ կողքը կանգնած։ Մենք ունենք մի հանրապետություն, որը ղեկավարվում է շանտաժիստների եւ ձախողված լրագրողների, կլաուզնիկների կողմից։ Էս է մեր հանրապետությունը։ Սա շատ ամոթ է, գիտեք, ես շատ ամաչում եմ։ Ես ասում եմ, մենք այլևս որևէ կատակ չպետք է պատմենք ոչ վրացիների մասին, ոչ ադրբեջանցիների։ Երկու հանրապետություններ 50 տարի առաջ են մեզանից եւ շատ ավելի պատվով, շատ ավելի արժանապատիվ ձևով այդ մարդիկ իրենց պայեցին։ Վրաստանում անհնար է պատկերացնել, որ Մցխետայում այսպիսի բան լիներ։ Ամբողջ Վրաստանը ոտքի կկանգներ եւ այս հարցը 5 րոպեում կլուծվեր։ Մենք որևէ ձևով վրացիներին եկեք ձեռ չառնենք, սա ոչ էլ ձեռ ենք առնում, բայց անեկդոտ պատմելու ժամանակը անցավ։ Մենք պետք է հանգիստ գլուխներս կախենք եւ ընդունենք, թե մենք ինչ դարանք։ Երեք այդ 10 եպիսկոպոսները նշեցին, որ իրենք հաջորդը գալու են եւ պատարակ մատուցեն Մայրաթոռում, այսինքն անոնսեցին գործողություններ։ Կհաջողվի կարծում եք, ինչպես մյուս տեղերում է հաջողվել եւ առասարակ Փաշինյանը ինչ եզրակացության եկավ։ Նկատի ունեմ այդ աջակցությունը արդյոք կարող եք ասեցնել նրան, թե ոչ։ Մարդկանց աջակցությունը։ Նա շարունակելու է, սա հիվանդ մարդ է, սա իսկապես իրեն պահում է որպես լուրջ հոգեբանական խնդիրներ ունեցող մարդ, որը ատում է իր ժողովուրդը եւ վրեժ է լուծում իր ժողովրդից, իր սեփական ցախողումների եւ տապալումների համար։ Նա շարունակելու է։ Սա նա ուզում է փորձել տեսնել ինչ դիմադրություն կլինի ժողովրդի կողմից։ Եթե մարդիկ գան, եթե մեծ թվով մարդիկ դուրս գան փողոց գան եկեղեցի, գուցե նա չի համարձակվի սա շարունակել։ Բայց եթե տեսնի, որ մարդիկ դա են հանդուրժում, այո, այդ քայլին էլ կգնա։ Սա իր սիրած ժանրն է։ Բեմադրություններ, այդ soap օպերաներ, նա գիտեք, բաներ, կանաչի կտրում, հեծանի վեր քշում, ֆեստիվալներ, սրտիկ ցույց տալ, դա է, ինքը պետություն ղեկավարել չգիտի, նա գիտի զբաղվել այս բեմադրություններով, այս թատրոնով։ Սա իր համար հերթական թատրոնն է, նա իր եկեղեցու վրա իր ուժը պատում է, ինչպես ասում են, բայց երբ գնում է արտասահման, ամեն հարցով ենթարկվում է, բոլորին ենթարկվում է։ Կարծում եք ուժը պատում է հիմա։ Եկեղեցու վրա ուժը պատում է, կարծում եք։ Դե մեր եկեղեցին կանգնած է, շատ հանգիստ, անսասան կանգնած է, տեսնում եք, որ մարդիկ պաշտպանում են, առայժմ չի հաջողվում, որտեղ նա տեսնում է, որ մարդիկ դիմադրում են։ Եվ Ադրբեջանում էլ են նայում, տեսնում, մեր ժողովուրդը դիմադրում է, թե չէ, եթե մենք չդիմադրենք, սա էլ կանեն, հաջորդ քայլը խաչքարներն էլ կհանեն, կասեն, որ մեր եկեղեցիները աֆղանական եկեղեցիներ են, ինչպես Դադիվանքի հետ արեցին, եւ ուրիշ եկեղեցիների հետ Ղարաբաղում ինչպես արեցին։ Դրանից հետո մեր ուտող խմող զանգվածը կասի, մեզ պետքա Հիսուս Քրիստոսը, որ մենք սենց անընդհատ կռիվ ենք անում մեր հարևանների հետ, դրա տեղը կլինի փող, առևտուր, ուտենք, խմենք, լավ ապրենք, ոնց որ ասում են,
կերխմի մանարի շարունակ ու բանանենք հրաժարվենք քրիստոնեությունից դառնանք մահմեդական գիտեք երևի այդ օրն էլ կգա եթե սեն շարունակվի եթե մենք ուզում ենք լինել մի հասարակություն որը մտածում է գրպանով եւ փորով այդ օրն էլ կարող է գա Իդեպ երեք Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց տվեց կառավարության նիստից հետո եւ նա ասում է որ ինքը չի առաջնորդում այս ամեն ինչը այլ աջակցում է բացի այդ մեղադրանքներ էր հնչեցնում վեհապարի նկատմամբ եւ նրա եղբոր նկատմամբ ասում էր որ նա եղբայրը վեհապարի KGB-ի գործակալ է լրտես է իսկ վեհապարին ասում էր որ նա առաջնորդվում է դրսից հրահանգներ է դրսից Դե մենք բոլորս ենք դուք գիտեք մենք բոլորս ենք KGB-ի ագենտ լրտես ես ասում եմ մենք ապրում ենք պսիխոպաթ խանգարված մարդու երազում սա մի լրագրող է որը գիտեք մյուս կողմից իրան չի կարելի մեղադրել նա ամբողջ կյանքը սա է արել հասկանում եք օրինակ ես ամբողջ կյանքը զբաղվել եմ միջազգային հարաբերություններով դուք դեր պրոֆեսիոնալ գործունեությունը ժուրնալիստիկան էր հա լրագրող եք բայց պրոֆեսիոնալ լրագրող այս մարդը անում է այն ինչ որ նա սա կյանքը արել է կլաուզա է գրում անընդհատ մարդկանց վրա ցեխալեցնում ինչ որ մեղադրանքներ դա նորմալ է իր համար սա է իր կյանքը Նա ում ուզի ինչ կուզի կասի, հետո էլի Եվրոպայից դոլարներ, եվրոներ կբերեն, էլի H1-ով կխոսան, ռադիոազատությունով, Civilnet-ով, այդ Factor TV-ով, էլի նույն մարդիկ դուրս կգան, նույն մարդիկ ովքեր մեզ համոզում են, որ Ղարաբաղը պետք է հանձնել, հետո համոզում են, որ Զանգեզուրի միջանցքը չի, ուրիշ անունով, Սիրուն անունով ինչ որ բան է, միջանցքա, որտեղ մենք որևէ ներկայացություն չպետք է ունենք։ Այս նա մնում է իշխանության միայն մի պատճառով, որ ժողովուրդը բոլորից զզված է արդեն հուսահատված է եւ նա ունի այս հզոր քարոզչական ապարատը։ Եթե նա ինչ որ հարցեր ուներ կաթողիկոսին, դա կարելի է տարիներ առաջ ներքին կարգով եկեղեցու ներսում լուծել։ Հետո այդ եկեղեցականները, որ իր հետևից գնում են, նրանք բոլորը հրեշտակ էին, բարձրացրեց, որ նրանք էլ են այդ խախտումներ որոշ կատարել, անգամ որոշ մականուններ ունեն, հա, այդ մարդիկ, ես չգիտեմ, չեմ ճանաչում, բայց լսում եմ, որ որոշ մականուններ են։ Հետո Ներողություն։ Զղջացել են, ապաշխարել են իրենց արածների համար։ Այդպես են մեկնաբանում։ Լավ է, շատ լավ։ Երբ որ պետք է ապաշխարում են, երբ որ պետք է չեն ապաշխարում, մարդու երեսին թքում են, ասում են կներեք, բայց չգիտես ինչի ոչ մի պատասխանատվություն չկա։ Մարդուն ծեծում են Երևանի կենտրոնում օրը ցերեկով, իրենց դատարանից բաց են թողում։ Սա գյադայա պետություն է, սա գյադայություն է։ Մենք որևէ ընդհանուր բան պետականության հետ չունենք։ Եկեղեցին մաքրելու մասին խոսում է մի մարդ, որը ինքը իրան պետքա մաքրի։ Մեր կառավարությունը պետքա մաքրվի։ Մի մարդ, որը 8 տարի մեզ տանում է մի ողբերգությունից մինչև մյուս ողբերգություն, պարտվում է 5000 տղա սպանել է տալիս, Ղարաբաղը հանձնում, մեզ այսպես ստորացնում է, նվաստացնում է, կատաստրոֆիկ վիճակում ենք բոլորս։ Այդ մարդը ինչ որ ուրիշի խնդիրներով է զբաղված։ Նա պետքա ինքը իրան մաքրի։ Նա ինքը եթե նա ուզում է ապաշխարի, ինքը պետքա ընդունի վերջապես ինչ որ բանի համար իր պատասխանատվությունը եւ գնա։ Այդ դա դրանից հետո նա իրավունք ունենալ ինչ որ ուրիշներին քննադատել։ Հիմա ինչ եք կարծում կհաջողվի արդյոք վեհապարին հեռացնելու, ասում են մինչև նոր տարի ուզում են հեռացնել նրան, դրա համար այսպես արագահասված կարգով գործողություններ է արվում հենց Մայրաթորում։ Հնարավոր է որ իրեն հրաման է տրվել Բաքվից, որ այդ հարցը լուծվի, ես հույսով եմ, որ վեհապարը անսասան կմնա եւ զիջումների չի գնա, որտեվ եթե այս հարցում էլ նա զիջի, այս խելագարը հաջորդ հարցը առաջ կբերի, արդեն չգիտեմ էլ ինչ է անելու, արձանները փակելու Երևանով, Ծիծեռնագաբերդը արդեն քանդեց, ինչպես ես ասում եի, ոչ ոք չէր հավատում։ Դրանից հետո ինչ է լինելու, արդեն մեր գրքերը փոխում է, մենք պատմություն չպետք է ունենանք հայկական, կարող է Մաշտոցի տառերից հրաժարվենք, լատինատառ գրենք, հետո ինչ է լինելու, Աստծո բանը, քրիստոնեությունից ենք հրաժարվելու, հետո ասել ենք, որ ինքը մեր փրկիչն է, մեծ աղանդ ենք ստեղծելու, արդեն նա աղանդ ստեղծող է, չէ, գործով արդեն առաջագնում։ Եթե մենք չդիմադրենք, եթե թույլ տանք, որ քայլ առ քայլ ամեն ինչ քանդվի, նա չի կանգնելու, ես ասում եմ, սա հոգեկան հիվանդություններ ունեցող անձ է, նա ատում է հայ ժողովուրդը, ատում է, նա ինչ որ բանից նեղացած է կամ վառված է, ժողովրդական ասած, նա վառված է մեր ազգից, նա ուզում է մեր ազգից վրեժ խնդիր լինի իր սեփական ձախողումների համար։ Սա այս ճանապարհը շատ երկար է գնալու։ Եթե Աստված չտա, նա վերընտրվի Եվրոպայի բացահայտ միջամտությամբ, էլի մարդ ծեծելով, բանտարկելով, կուսակցություն փակելով եւ Եվրոպան իհարկե գծափահարի կասի, որ սա դեմոկրատիա է։ Եթե նա նորից վերընտրվի, մի քանի ամսվա ընթացքում Հայաստանը այնպիսի կախվածության մեջ կընկնի Թուրքիայից եւ Ադրբեջանից, որ այլևս չեն կարողանալու դրանից դուրս գալ։ Եվ մենք կդառնանք մի բան էլ ասեմ, մենք կդառնանք երկրորդ Ղարաբաղ։ Հիշեք թե ինչպես Ղարաբաղցիները
սոված 9 ամիս անցկացրել են, երբ որ ամբողջ աշխարհը հանգիստ նայում էր մարդիկ ոնց են սովամահ լինում, ոնց են իրանց գազը ու նավթը բանել, կտրել Ադրբեջանից։ Հիշում եք, այդ նույն ձևով կփորձեն խեղդել եւ մեզ, եւ մենք կդառնանք երկրորդ Ղարաբաղ։ Իդեպ երեք Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ադրբեջանական բենզինը արդեն իսկ Հայաստան է գալիս, հենց 3 պետք է գար, Սոկար ընկերությունն է պետական մատակարարում այն, եւ այս ամեն ինչը նրանք բացատրում են որպես տնտեսական քայլ, նաեւ խաղաղությանը ընդառաջ Ադրբեջանից հնչող կատարված գործողություն։ Ես էլի եմ ասում, այդ մարդու բարերը չեմ ուզում վերլուծել, մեկնաբանել։ Եթե այս խումբը 8 տարի առաջ մտադրություն ուներ խաղաղ ձևով լուծել Ղարաբաղի հարցը, բացել կոմունիկացիաները եւ նավթ ու գազ բերել Ադրբեջանից, մենք որևէ առաքություն չունեինք։ Նրանք ունեին ժամանակ, 2 տարի ունեին, որ դա անեն։ Նրանք դա չարեցին։ Նրանք կոտրեցին մեր ժողովուրդը, հանձնեցին Արցախը, մեզ ծնկի բերեցին։ Այս պայմաններում, եթե դուք կախվածության մեջ եք ընկնում, ձեր բանից, հարևանից, որը ձեզ այլև չի ների այս պատերազմի համար եւ Ղարաբաղի համար, նրանք մեզ չեն ների։ 30 տարի է, նրանք շատ լավ հիշում են, թե այնտեղ ինչ էր կատարվում։ Դուք ընկնում եք կախվածության մեջ, Ալիևը երբ որ ուզենա, երբ որ իր դուրը չեկա, օրինակ, որ դուք ինչ որ հարց եք տալիս ինձ, ես ինչ որ պատասխան եմ տալիս, նա այդ խողովակները կփակի։ Ոնց որ բացել է, այնպես էլ կփակի եւ մենք փաստորեն ստիպված կլինենք ենթարկվել Ադրբեջանին։ Թուրքիան իր սահմանը 90-ականների սկզբին բացել էր եւ մի քանի գնացք եկավ ծորենով։ Հետո փակեց, ոնց որ բացեց, նենց էլ փակեց։ Եթե սրանց նպատակն է մեզ սովորեցնել, որ մենք պետք է կախված լինենք Ադրբեջանից եւ Թուրքիայից եւ ցանկացած ձևով Ռուսաստանին դուրս մղել այստեղից։ Հետո երբ որ մենք արդեն կախված կլինենք Թուրքիայից, Ադրբեջանից մեր հետ լրիվ ուրիշ ձևով կխոսեն։ Նրանք կասեն, օրինակ, կփակեք Ծիծեռնակաբերդը վերջնական, այդ բոլոր արձանները կհանեք Երևանից, Արարատի դեմ, չգիտեք, ինչ որ Պարիզ կկառուցեք, որ Արարատին չնայեք, չգիտեմ, մեր երևի նրանք են գրելու մեր դպրոցական պատմության գրքերը, հայոց պատմության գրքերը նրանք են խմբագրելու։ Հետո երևի հաջորդ հարցը կլինի ձեր եկեղեցիներից խաչերը հանեք, սրանք աֆղանական եկեղեցիներ են, հետո էլ մեր լեզվից կհրաժարվենք, հետո էլ Քրիստոսից կհրաժարվենք։ Չգիտեմ, այս մեր ժողովուրդը թող որոշի եւ մեր ընդդիմությունը թող որոշի, ինչ որ բան նա ուզում է փոխել, թե ոչ, որովհետեւ արդեն 8 տարի է մենք այս ամեն օր բռնաբարության վիճակի մեջ ենք, ամեն օր։ Սա կանգնեցնել կարող է մեր ընդդիմությունը եւ մեր ժողովուրդը, եթե նրանք փոխեն իրենց մարտավարությունը, իրենց ստրատեգիան։ Հիմա դուք կարծում եք այդ բենզինը, որ գալիս է Հայաստան, սա PR քայլ է ընդամենը, թե իսկապես շարունակական կարող է լինել եւ ավելի ընդլայնվել, որովհետեւ տարբեր խոսակցություններ կար գազ գնելու հետ կապված եւ այլն։ Սա իհարկե օգտագործվելու է PR-ի համար, մանավանդ մինչև ընտրությունները, ամեն ինչ արվել է, որ մեզ ցույց տա, որ հիմա Ադրբեջանից մենք ստանալու ենք նավթ, գազ, խաղաղություն է լինելու, որպեսզի մեր ժողովուրդը չզգա, թե ինչպես ենք մենք դառնում կախված, ընկնում ենք կախվածության մեջ իրենցից։ Հետո Եվրոպան մեզ բեզվիս, էլի նորից կխոստանա բեզվիս, չնայած երևի մինչև վերջ չի գնա, բայց ինչ-որ ձևով կհեշտացնի վիզային ռեժիմը, որ մենք շուտ դուրս գանք Հայաստանից, հեշտ փախնենք ստեղից, որ պարզվի, որ ոչ մեկին Հայաստան պետք չի, ավելի լավ է գնանք Միլանում կապուչինո, մոկաչինո խմենք, իսկ թե Երևան կլինի թե չէ, դա արդեն կապ չունի։ Բեզվիզ կխոստանան, փող կխոստանան, առևտուր կխոստանան, այդ հաց կբերեն Ադրբեջանով գազ, ինչ որ ապրանքներով կլցնեն եւ մենք, ինչպես ասում եմ, մեր շատ սիրելի գործընկերուին Նայրա Զորաբյանը, Ախուրյանցի անոյի այդ զանգվածին կասեն, որ էժան չստիկներ առնելու համար, Թուրքիայից առնելու համար իհարկե Հայաստան լինի թե չլինի, արդեն կապ չունի։ Եկեք հանձնենք, ամեն ինչ էլ հանձնենք, մենակ լավ ապրենք, մեր փորը լցնենք եւ մեր գրպանը լցնենք։ Դա արվելու է մինչեւ ընտրությունները եւ ասեցի, եթե նա ընտրվի, միանգամից ամեն ինչ փոխվելու է, հաջորդ պահանջը դուք շատ լավ գիտեք, առաջի ավտոբուսները գալու են Հայաստան եւ հայերը սկսելու են դուրս գալ Հայաստանից։ Եվ դրանից հետո արդեն մենք Հայաստան հետ չենք կարող բերել, չեմ կարծում։ Եթե մի տարի էլ անցնի այսպես 2 տարի, մենք այնպիսի վիճակի մեջ կլինենք, որ հետ չեն կարող բերել Հայաստան։ Իդեպ Եվրամիության աջակցությունը իսկապես կարող է շատ շոշափելի լինել ընտրությունների հետ կապված, թե չափազանցեցված է, որ նրանք իսկապես կարող են աջակցել եւ Փաշինյանը վերընտրվի։ Դուք նկատի ունեք Եվրոպական միությունը։ Այո, Եվրամիության այդ աջակցությունը, որ ուղարկվում է, գումար նաեւ նշեցին, որ 12 հետո 15 միլիոն որ պետք է գա Հայաստան, նաև որպեսզի արտաքին ազդեցությունների միջամտությունից ազատվի Հայաստանը իրենց ձևակերպմամբ։ Հա, դա գիտեք ինչ է, ես որ գամ ձեր տունը գողանամ, գողություն կատարեմ ձեր տանը,
մտնեմ ձեր բնակարան, ինչ որ դուք ունեք գողանամ։ Եթե դուք ինձ հարցնեք ինչու եմ ես դա արել, ես կասեմ, որ Ռուսաստանը դա չանի։ Ես եկել եմ ձեր մոտ ամեն ինչ գողացել եմ, որ ռուսները չգողանան։ Այսինքն դուք կատարում եք հանցագործություն, խախտում եք մեր սուվերենիտետը, մեր ինքնիշխանությունը, որի մասին այս խումբը, չգիտեմ ով է իրանց այդ բառը սովորացրել, գոնե բացատրեն դա ինչ է նշանակում։ Իրանք ինքները դիմում են, որ խախտվի Հայաստանի սուվերենությունը, որ դա ուրիշ կողմը չանի։ Ասում են մենք պաշտպանում ենք ժողովրդավարությունը։ Հա։ Գիտեք, երբ որ մի ղեկավար, կառավարություն, երկիր ինչ որ քայլի է ուզում դիմել, օրինակ պատերազմ սկսել կամ ռեպրեսիաներ սկսել, նրանք միշտ ասում են ես ինչ որ մեկի դեմ պաշտպանվում եմ։ Երբ որ Հիտլերը սկսել էր հարձակվել կոմունիստների վրա Գերմանիայում, նա ասում էր ես պաշտպանվում եմ կոմունիստներից, եւ անգլիացիները, ֆրանսիացիները հանդուրժեցին դա, որ Հիտլերը գա իշխանության, որտեղ նա ասում էր եթե ես չգամ, կոմունիստները կգան։ Այսինքն սա նույն տրամաբանությունն է։ Ես այս այդ բռնությունները կատարում եմ, այս տերորը անում եմ, որ երրորդ ուժը չգա։ Այսինքն ես գամ ձեր բնակարանում ամեն ինչ գողանամ, տանեմ, թալանեմ ձեր բնակարանը, որ երրորդ ուժը չթալանի։ Այսինքն մենք հասանք այսպիսի տրամաբանության։ Սա երկիր զավթելու եւ գաղութ դարձնելու նոր ձև է։ Ռուսաստանը դա ինչպես նրանք ասում են, անում է ռազմական ուժով, իսկ սրանք անում են փողով։ Նույն բանն է։ Դուք գրավում եք երկրի ԶԼՄ-ները, գրավում եք երկրի հասարակական կարծիքը, տասնյակ միլիոնավոր դոլարներ եք բերում, գրավում եք հեռուստատեսությունը, գրավում եք YouTube կանալները, գրավում եք TikTok, այդ Facebook, այդ ամեն ինչը, ու սկսում եք հայ ժողովրդին կառավարել։ Ես այդ օրինակը բերել եմ։ Կրետը, կներեք, տառականին, սրսկում է, տառականի ուղեղի մեջ սրսկում է մի թույն, որը պարալիզացնում է տառականին եւ իր ուղեղի մեջ տեղադրում է իր փոքրիկ այդ ձվիկները եւ նրանք իրան տառականին ներսից սկսում են ուտել։ Նա չի կարողանում շարժվի։ Այդ կենթանուն ներսից ուտում են։ Այն նույն ձևով մեր մեջ ներարկեցին այս ցանցը, այս քաղցկեղային ցանցը, որը արտասահմանից փող ստանալով մեզ կերավ, ներսից Հայաստանը կերավ։ Սա նոր երկիր զավթելու նոր ձև է, փողով, ԶԼՄ-ներով, գրանտերով։ Նույն բանն է, ուրիշ նույն բանը ինչ որ ասենք ռազմական ուժով կարող է գրավել երկիրը, սրանք էլ փողով են գրավում երկիրը։ Սա մեր սուվերենության եւ ինքնիշխանության կոպտագույն խախտում է, որի մասին խոսում է մեր շատ սիրելի դեմոկրատական Եվրոպան։ Էլ ինչ կարելի է այստեղ ասել։ Եթե այսպիսի մեծ աջակցություն ունի Փաշինյանը, այդ դեպքում ինչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի կարողանա հաղթանակ տանել ընտրություններին։ Ունի գործընկերություն ընդդիմությունը։ Ամեն անգամ մենք խոսում ենք սրա մասին, ընդդիմությունը պետք է հետևություններ անի այն փաստից, որ 8 տարի է չի կարողանում այս չարիքից ազատվել։ Ուրեմն ինչ որ փոփոխություններ պետք են։ Եթե մարդիկ կան, ովքեր ներկայացնում են նախկին ղեկավարությունը Հայաստանի եւ նրանք ուզում են մասնակցել, նրանք իրավունք ունեն մասնակցել եւ իրենց ընտրազանգվածը թող իր խոսքը ասի։ Բայց եթե կան նաեւ նոր մարդիկ, ովքեր կապված չեն նախկին ղեկավարների հետ, նրանք էլ պետք է մասնակցեն եւ իրար չխանգարեն։ Միանան կամ չմիանան, ուղղակի իրար չխանգարեն։ Նոր ուժեր են պետք, թող հներն էլ մասնակցեն, թող նորերն էլ մասնակցեն։ Ցանկացած ուժ, որը կարող է կանգնեցնել Հայաստանի կազմալուծումը եւ մեր հայրենիքի կորուստը, պետք է առաջ գա եւ բոլորին մենք բոլորս կօգնենք։ Ես պատրաստ եմ բոլորին օգնել։ Եթե ԿՊ-ից վաղը 5 հոգի դուրս գա, հասկանան թե ուր են մեզ տանում։ Եվ ինչ որ նոր ԿՊ ձևավորվի, ես իրանց էլ կօգնեմ։ Բոլորս էլ կօգնենք։ Միայն կանգնի Հայաստանի այս տապալման process-ը։ Սրա հաղթանակը նշանակում է մենք 6-9 ամսվա ընթացքում կընկնենք այնպիսի կախվածության մեջ, որից այլևս դուրս չենք գա։ Մենք արդեն մեր գլուխը վաղուց դրել ենք վագրի բերանի մեջ։ Եվ եթե սա նորից ընտրվի, սա լինելու է մեր վերջը։ Եվ ես տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ գիտեմ, ովքեր ինձ ասել են, որ մենք Հայաստանում չենք մնա։ Սա մեր Հայաստանը չի, եթե սա նորից ընտրվի։ Իդեպ երեք երբ ընդդիմությունը հավաքվել էր եկեղեցում, նաև քաղաքացիներ կային, մեծ թվով այսպիսի հույսադրող հայտարարություններ էին հնչում հենց քաղաքական ուժերից, որ եկեղեցին այն օրակարգն է, որի շուրջ կարող են համախմբվել բոլորը եւ մի կողմ դնեն բոլոր տարաձայնությունները իրար մեջ որ կան։ Շատ լավ է, թող այդ բառերը ի վերջո կյանքի կոչեն։ Մենք ունեինք եկեղեցական շարժում, հա, անցյալ տարի ես էլ մասնակցել էի Բագրատ Սրբազանի շարժումը, գիտեք, այն մարդիկ, ովքեր փորձել են ղեկավարել ինչ-որ շարժում կամ փորձել են խորհուրդ տալ, եւ իրանց մոտ մի անգամ, երկու անգամ, 3 անգամ, 4 անգամ, 5 անգամ ոչինչ չի ստացվում, գուցե այդ մարդիկ ընդունեն, որ իրանց մոտ չի ստացվում, հետ քաշվեն
նոր մարդիկ կան, թող էլի իրանց խմբից լինեն։ Մենակ նոր դեմքեր կան, նոր մարդիկ կան, նոր խորհուրդներ լինեն, նոր ստրատեգիաներ, որտեղ այն մարդիկ, ովքեր ամեն ինչ տապալել են, մի քանի անգամ նրանք շարունակում են առաջ գալ։ Եվ նրանք երևի այս անգամ էլ ամեն ինչ կտապալեն։ Գուցե մի մոմենտ կարելի է դնել ինքնասիրություն չի, եսասիրությունը դնել մի կողմ եւ ինչ որ նոր ուժեր կան, նոր մարտավարություն, նոր ստրատեգիա եւ ինչ որ արդյունքներ ունենան։ Եթե այդ նույն, ես ասել եմ, մեր փոքրիկ Նապոլեոնները էլի նորից առաջ գան, նշանակում է, որ ժողովուրդը իրանց տեսնելով կգնա տուն եւ այս մարդը նորից կընտրվի։ Իսկ աշխատել ընդդիմություն իր մոտ, ես չեմ կարծում, որ դա ինչ որ բանի կբերի։ Սա դառնում է ուղղակի, ինչպես ասում եմ, շատ սիրելի գործընկերը, դառնում է հերոսական հարց ու պատասխանի այդ սեսիաները ազգային ժողովում, որը դառնում է ազգային ռազմբիրատ։ Դրանից ոչ մի օգուտ մենք չենք տեսնում։ Խոսենք նաև Արցախում տեղի ունեցած դատավարություններից, այսպես կոչված դատավարություններից եւ Ռուբեն Վարդանյանին ՑՄԱ ազատազրկման դատապարտեցին, Լեմկինի ցեղասպանությունները կանխարգելող ինստիտուտը դիմել է Թրամփին, կոչանելով, որ ազատ արձակի Բաքվում պահվող ռազմագերիներին, այսինքն Թրամփին, որպեսզի նա միջամտի ազատ արձակվեն Ադրբեջանում պահվող ռազմագերիները, արցախցի, ինչ եք կարծում այս հարցում հնարավոր է, որ ինչ-որ փոփոխություններ լինեն, Թրամփը այնուամենայնիվ ուզենա ցույց տալ եւս մեկ հաջողություն, որ ինքը արել է եւ ինչ-որ առաջընթաց, ինչ-որ գործընթաց հաջորդի, թե լավատեսորեն չլծվենք։ Դուք հիշում եք Վաշինգտոնում այդ դեկլարացիան ստորագրելուց, որից հետո հարձակումներ եղան այն բոլոր մարդկանց վրա եւ ին վրա, ովքեր բացահայտեցին, որ սա սուտ է, սա կորիդորի բացում է, հիշում եք։ Դուք հիշում եք ով էր բարձրացնում մեր գերիների հարցը, ով էր խոսում մեր գերիների մասին, Թրամփը։ Թրամփը խոսում էր, իսկ Բաքվի դեսպանը Հայաստանում ասում էր մի բարձրացրեք այդ հարցը, հիշում եք։ Մեր առանձին քննարկման հարցը։ Մեր աչքի առաջ նա չասեց, եկեք սրա մասին չխոսանք։ Մենք ունենք մի ղեկավարություն, այսպես ասած, որը իր սեփական գերիներով չի զբաղվում։ Մի մարդիկ, ովքեր ղեկավարել են Ղարաբաղը եւ մի բարերար, ովքեր միլիոնավոր, եթե ոչ տասնյակ միլիոնավոր դոլարներ ներդրել է Հայաստանում։ Մենք այդ մարդուն մոռացանք։ Ես շատ մարդկանց եմ ճանաչում, ովքեր ժամանակին իրանից ինչ-որ ֆոնդեր էին ստանում եւ անընդհատ իր մասին խոսում էին։ Հիմա որ նա բանտում անստած, բոլորը իրան մոռացան։ Դա գեղեցիկ չէ։ Եվ շատ տարօրինակ է, որ մեր սեփական այսպես ասված ղեկավարությունը չի խոսում մեր գերիների մասին, դրա մասին խոսում է Ամերիկայի նախագահը։ Իդեպ ԱՄՆ պետքարտուղարին եւս կոնգրեսականները նամակով դիմել էին 20-ից ավել կոնգրեսականներ, որպեսզի նա եւս այս հարցը իր ուշադրության կենտրոնում պահեր։ Թող նա խնդրի Թրամփը իրան օգնական ուղարկի եւ սովորացնի, թե ոնց են բանակցում, որովհետեւ երբ որ Թրամփը մի քանի օրով խաղաղություն հաստատեց Գազայում, մի քանի օր դա տևեց։ Հիմա արդեն նորից ռմբակոծում սպանում են իրար։ Գոնե այդ մի քանի օրվա ընթացքում փոխանակում կատարվեց բոլոր գերիների եւ Իսրայելի կողմից եւ Խամասի կողմից գերիները ազատ արձակվեցին եւ դուք հիշում եք ինչ ուրախություն էր երկու կողմից։ Եթե նա չի կարողանում, դե եթե չի 8 տարիա չի կարողանում այս մարդը։ Թող ուրիշ մարդ գա կամ թող նա էլի իր անունը դնի վարչապետ, թող Ամերիկայից մարդ գա, Իսրայելից մարդ գա, Պաղեստինից մարդ գա, իրան սովորացնի կամ իր տեղը բանակցի, որտեվ իրանց մոտ ստացվում է, իսկ այս մեկի մոտ ոչինչ չի ստացվում ու արդեն 8 տարի։ Խոսենք նաև կարճ թրիփի հետ կապված, որովհետև քննարկումները շարունակվում են, առաջարկներ են հնչում, Ռուսաստանն ասում է պետք է մենք առաջարկում ենք, որպեսզի Հայաստանի հետ քննարկենք մեր մասնակցությունը, երեք Փաշինյանն ասում է, որ այդ պայմանագիրը կնքվել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև եւ մենք երկուսով պետք է այդ քննարկումներն անենք։ Ինչ է կարծում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն են կարգավորվում, հնարավոր է, որ այս հարցում Ռուսաստանը համաձայնության գա ԱՄՆ-ի հետ եւ ներկայացվածություն ունենա եւ նաեւ նկատելի է, որ Ադրբեջանից հայտարարություններ են հնչում, որ Եվրամիությունը պետք է ներկայացվածություն ունենա։ Հիմա ինչ է լինելու։ Մենք դառնալու ենք Սիրիա, փոքրիկ Սիրիա, որտեղ տարբեր պետությունները իրենց կտորներն են վերցնելու Հայաստանի, իրանց մեջ գուցե ինչ որ կռիվ կլինի մեր տարածքում, մենք լրիվ կորցրել ենք մեր սուվերենությունը, մենք դառնալու ենք փոքրիկ Սիրիա, Սիրիայի մի տոկոսն, որ Սիրիան շատ ավելի մեծ երկիր է, շատ ավելի կարևոր, բայց էլի կտոր արեցին։ Դուք հիշում եք Վրաստանի տարածքով
Բաքու Չեյխան կամ Ջեյխան այդ բանը նավթատարներ չէ կառուցվել, երբ 90-ականներին։ Վրաստանը ինչ որ կորիդոր զիջեց, ինչ որ միջանցք զիջեց, իրանց տարածքով տարան չէ այդ նավթը դեպի Թուրքիա։ Վրացիները զիջեցին, ասեցին, որ մեր տարածքում վրացի չեք տեսնի, կամ չի լինի մաքսատուն, կամ չի լինի ինչ որ վերահսկողություն սահմանների։ Ոչ, նրանք այդ հարցը լուծեցին առանց իրենց սուվերենությունը զիջելու։ Եթե մենք ունենայինք նորմալ կառավարություն եւ մարդիկ ովքեր ինչ որ բանի հետ փորձ ունեն եւ ոչ թե միայն շանտաժով երկիր ղեկավարել եւ կլաուզագրելով, ինչ որ բանի փորձ ունենային բացի դրանից, նրանք կարողանային այնպես անել, որ մենք շահենք այս ճանապարհից եւ ասենք, որ սա լինելու է մեր տարածքը եւ ով որ ուզում է մասնակցել այդ տարածքի օգտագործմանը, մենք տենդեր կհայտարարենք, միջազգային կոնսորցիում կստեղծվեր։ Ասում են հենց այդ կոնսորցիումն է ստեղծվում հայ-ամերիկյան։ Դա լինելու է ոչ թե հայ-ամերիկյան կոնսորցիում, այնտեղ մասնակցելու է Ադրբեջանը, որը դրա մասին արդեն խոսում է, Թուրքիան եւ Իսրայելը, այսինքն դա լինելու է մի կազմակերպություն, որը ենթարկվելու է մեզ ցավոք սրտի թշնամական առայժմ երկրներին։ Եթե մենք ունենայինք նորմալ դիվանագիտություն, մենք ունենայինք այնպիսի կոնսորցիում, որտեղ նախ Հայաստանը հաստատեր իր ինքնիշխանությունը, որ լինելու է մեր սահմանը, լինելու է մեր մաքսատունը, եւ հետո այնտեղ հավասարակշիռ ներկայություն ունենային մի քանի պետություններ, որոնցից մի քանիսը լիներ օրինակ Իրանը եւ Ռուսաստանը, երկու պետություն, ովքեր ունեն շահ, որ Հայաստանը չանհայտանա։ Թուրքիան եւ Ադրբեջանը շահ ունեն, որ Հայաստան այլևս չլինի, քանի որ նրանք ձուլվելու են եւ ստեղծվելու է մեծ սուպեր Թուրքիա առաջանալու այստեղ։ Իսկ Ռուսաստանը եւ Իրանը շահ ունեն, որ դա չլինի, եւ մենք կարողանայինք հավասարակշռել այդ երկրներին այդ կոնսորցիումի շրջանակում։ Իսկ հիմա մենք դառնանք էլի խաղաքարտ, Հայաստանի շահերը զոհաբերվեցին եւ ուրիշ պետությունները որոշում են թե մեր տարածքում ինչ է կատարվելու։ Դա շատ վատ է եւ սա այս անտաղանդ դիվանագիտության հետևանք է։ Ամեն դեպքում կարծում եք, որ անորոշություններ դեռևս կան եւ կապված է այս ամեն ինչը նաեւ այն հանգամանքով, թե ինչ որոշումներ կկայացվեն խոշոր տերությունների ղեկավարները իրենց հանդիպումների ժամանակ։ Այո, խոշոր պետությունները, գերտերությունները որոշելու են, թե ինչ է լինելու այստեղ, այնտեղ բանակցություններ գնալու են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ իրենց հետևը կանգնած Իսրայելի լոբին, Ադրբեջանը եւ Թուրքիան։ Եվ նրանք շատ հավանական է, որ կշարունակեն իրենց շահերը առաջ տանել։ Ռուսաստանը գուցե կպաշտպանի իր շահերը մեր ռեգիոնում, բայց համար իհարկե առաջնահերթ է Ուկրաինան, հնարավոր է որ որոշ դիճումներ կատարվեն, այո։ Բայց մենք չունենք դիվանագիտություն եւ չունենք կառավարություն, որը մեզ պաշտպանի, որը մեզ ասի թե նա ինչ է անում, որ Հայաստանը զոհ չգնա այս գերտերությունների խաղերին։ Հայ ժողովուրդը 150 տարի է զոհ է գնում գերտերությունների այս խաղին եւ միշտ պարտվում է եւ միշտ մենք զոհաբերում ենք մեր որովհետեւ մենք չենք կարողանում հասկանալ որ դու այս խաղի մեջ քարտ չունես մի մտի այս խաղի մեջ պատերազմի տարածք մի դարձիր գերտերությունների միջև մենք պետք է ունենայինք մեր սեփական դիվանագիտությունը բայց մենք 8 տարի դրա մասին խոսում ենք 8 տարի զգուշացնում ենք ով է լսողը սրանք զբաղված են տեսեք ինչով շարունակվում է այս սերիալը ազգային խայտառակության ու ամոթի սերիալը Շնորհակալ եմ մեզ հետ կապ հաստատելու համար։ Շնորհակալություն ձեզ։ Զրուցակիցը Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։